Ողջույն։ Ինչպես նախորդ արդեն խոստացել եմ, սահմանադրական դատարանի որոշումը կայացնելուց հետո էլ քաղաքականության մասին չեմ խոսելու։ Ոչ Նիկոլ եմ քննադատելու, ոչ մի բան եմ գրելու, ոչ մի բան չեմ ասելու։ Իմ Facebook-յան էջը դառնալու է շատ տիպիկ հայաստանցու էջ։ Միայն անձնական ինչ որ զվարճանքներ, անձնական ընտանեկան լուսանկարներ, ճանապարհորդություն, ծաղիկներ, նապաստակ, արջուկ, փիղ, չգիտեմ, տորտ, այսպիսի հետաքրքիր բաներ եւ իհարկե անկասկած հումոր եւ ծաղրանք։ Եվ քանի դեռ սահմանադրական դատարանում ներկայացումը դեռ շարունակվում է, տեսնում եք դա հեռուստացույցով, բառից բուն իմաստով ներկայացում, շատ ծիծաղելի, շատ վատ բեմադրված, լուրջ թեմաների ժամանակահատվածը դեռ չի ավարտվել, ուզում եմ մի շատ լուրջ բան կարճ ձեզ ասեմ, եթե իհարկե դուք չգիտեք։ Քաղաքական դաշտում քաղաքական գործիչները, վերլուծաբանները, հաղորդավարները, հարթուկներն ու սառնարանները, ովքեր Հայաստանում բոլորը խոսում են քաղաքականությունից կամ փորձում են ինչ-որ վերլուծություններ անել, ես այդ բոլորին կոչում եմ խոսածող գլուխներ։ Դա իմ արտահայտությունը չի, հեղինակային իրավունքը պատկանում է իմ կողմից շատ հարգելի քաղաքական գործիչ, իմ լավ բարեկամ, իմ ընկերոջ, իմ կրտսեր ընկերոջ Էդմոն Մարուկյանին։ Նա այդ բոլորին անվանում է խոսածող գլուխներ։ Այս մի օր խոսալու եմ այդ խոսածող գլուխների մասին։ Բայց մինչև դրանց մասին խոսալը ուզում եմ մի բան հիշեցնեմ եւ ասեմ, ամրապնդեմ, եթե իհարկե չգիտեք, ուշադրություն չեք դարձրել կամ մոռացել եք։ Նորից կապված Էդմոն Մարուկյանի հետ։ Հայաստանում, Հայաստանի հայկական քաղաքական դաշտում, ով որ մի բան որ խոսում է, լինի դա այսօրվա ինչ-որ ընդդիմության ղեկավար, կուսակցության ղեկավար, կուսակցության անդամ, հաղորդավար, լրագրող, հետազոտող, հետաքննող, վերլուծություններ անողներ եւ այլ, ինչ թեմայով որ խոսեն, ինչ որ ասեն, ինչ որ մի խելացի միտք եթե ասեն, իմացեք, որ դրա մասին առաջինը խոսել է Էդմոն Մարուկյանը։ Դա Էդմոն Մարուկյանի արդեն վաղուց արտահայտված միտքն է։ Չարենցի դպրոցում մի ուսուցիչ կար, սենց փուճուր մարդ էր, Պողոսյան էր ազգանունը, կարծեմ ասել եմ մի անգամ դրա մասին, իր ծածկանուն էլ գաճաճ էին ասում։ Աշակերտները երևի ուսուցիչները նույնպես աշակերտները ասում էր, որ դուք որտեղ որ երեկոները գնում եք, իմացիք ես այնտեղ առավոտ արդեն եղել եմ։ Այ ով ինչ որ խոսում է, իմացեք Էդմոն Մարուկյանը դրա մասին արդեն վաղուց ասել է։ Կբերեմ 3 օրինակ, որպեսզի շատ երկար չստացվի։ Մեկը շատ վաղուցվա օրինակ, մեկը մի քանի ամսվա, մեկը վերջնական ժամանակներից։ Էդմոն Մարուկյանը առաջինը ինքը Պետրոսի եթերում վերջերս ասեց, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում ասում էր սեպտեմբերին պատերազմ է լինելու, եթե ինձ չընտրեք պատերազմ է լինելու։ Հիմա պատերազմ լինելու է թե չէ։ Նա դրա համար պատասխան տալու է թե չէ։ Դա ժողովրդին դրանով նա ուրեմն շանտաժի էր ենթարկում։ Այսօր անցել է այդ արտահայտությունից, Էդմոն Մարուկյանի կողմից հնչած արտահայտությունից մի 2-3 շաբաթ բոլորը դա կրկնում են։ Բայց իմացեք, որ առաջինը դրա մասին խոսել է Էդմոն Մարուկյանը։ Հիմա գնանք հետ, 8 տարի հետ։ Առաջին անգամ հայ ժողովուրդը, անգրագետ հայաստանցիները հիմնականում իհարկե, որ լսեցին վեթինգ բառը, երբեք կյանքում չէին լսել եւ չգիտեին դա ինչ է։ Դրա մասին խոսեց առաջին անգամ նույնպես Էդմոն Մարուկյանը։ Նորանշանակ հեղափոխական Նիկոլ Փաշինյանի խորհուրդ տալով ցրել դատարանները բոլոր քննիչներին, դատավորներին եւ վեթինգի ենթարկել ամբողջ կազմը, դրանց մեջից ընտրել այն եզակի արդարներին, մաքուրներին, չնայած Հայաստանում այդպեսին չկա, սուտ բան է, ուժային համակարգում դատավոր, դատախազ, մենտ, միլիցիա, Հայաստանում ընդհանրապես ազնիվ մարդիկը շատ քիչ են։ Առավել եւս այդ ուժային կառույցներում պետական պաշտոններին, բայց առաջինը Էդմոն Մարուկյանն էր, որ առաջարկեց վեթինգի ենթարկել։ Չենթարկեցին, արդյունքը այսօր այն է, ինչ որ դուք ունեք։ Նույն դատավորները, որոնք ծառայում էին
Ռոբերտ Քոչարյանին, նույն դատավորներն ու դատախազներն ու քննիչներն ու մենթերն ու մուսորները դատախազների հետ միասին ծառայում են Սերժ Սարգսյանին եւ նրա կլանին, այսօր նույն ուժային համակարգը ԱԱՑ-ն հետները ինչպես միշտ մենթերով, մուսորներով, դատախազներով ծառայում են Նիկոլին։ Բայց հիմա ավելի, ինչպես ասում են, հեղափոխությունները գալիս գնում են, բայց ուժայինները, մարմնավաճառները եւ տաքսու վարորդները միշտ ծառայում են, միշտ մնում են նույնը, անփոփոխ եւ ծառայում են տվյալ իշխանությանը, տվյալ ժամանակներին։ Եվ միջանկյալ նորից մի բան հիշեցնեմ, որ ասել էր Էդմոն Մարուկյանը, դեռ 8 ամիս առաջ, 10 ամիս առաջ նա առաջի քաղաքական գործիչն էր, որ հորդորում էր միանալ բոլոր քաղաքական ուժերին եւ Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես գալ մի համախմբված ճակատով, մի դաշինքով։ Հետո այդ միտքը սկսեց կրկնել Հովիկ Աղազարյանը, որ հիմա ձայնագրությունները ցույց է տալիս, որ ինքն էլ է դա ասել, բայց առաջինը եղել է Էդմոն Մարուկյանը։ Հիմա արդեն պարտված անդիմադիր դաշնա կրկնում դրա մասին, որ այո սխալ եք եղել, պետքա միանանք, եկեք միանանք, բայց ինչպես ասում են, դա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է, քանի որ գնացքը արդեն լքել է Սացուցի Դավիթ երկաթգծի կայարանը։ Այսքանը, այնպես որ խոսացող գլուխների մասին խոսամ անպայման եզրափակելով իմ քաղաքական ցիկլը, սպասեմ սահմանադրական դատարանի վերջնական տեխնիկային թատրոնի որոշմանը, անկասկած միայն տխմարն ու տգետը չգիտի թե նա ինչ որոշում ընդունելու այդ գործող նիկոլական Սերժի Կոյսումի հատվածներից մեկը, եւ դրանից հետո կխոսենք միայն հումորի մասին, բայց մի շիշեք, որ Էդմոն Մարուկյանը ինչ որ ասում է, լսող չկա, մի ժամանակ հետո բոլորը կրկնում են։ Սա է ուզում ասել, միայն այսքանը, ամենայն բարի բոլորիդ, մի քիչ էլ խելք չի խանգարի։